Օլոն Չաչը, կիրգիզական հեքիաթ։ Լինում է չի լինում մի ջահել մարդ է լինում։ Այս մարդու անունը Մոմունջան է։ Նա այնքան էլ խելոք չի լինում, բայց դրա փոխարեն մի շատ գեղեցիկ ու իմաստուն կին է ունենում։ Կնոջ անունը Օլոն Չաչ էր։ Նրանք շատ աղքատ են լինում։ Ունենում են 2 ես ու մի հողակտոր։ Ազնիվ աշխատում են և սիրով ապրում։ Մոմունջանի խնդրանքով կինը նրա համար մի տիկնիկ է սարքում, որը շատ նման է լինում իրեն, Օլոն Չաչին։ Երբ Մոմունջանը դաշտ է գնում, տիկնիկը տանում է հետը, նստեցնում է հերկում և աչքը նրանից չի կտրում, ասես իր դիմաց կենդանի Օլոն Չաչն է նստած։ Օրերից մի օր ուժեղ քամի է փչում ու քշում տանում է տիկնիկը։ Տիկնիկը գլորվում և մինչև խանի պալատն է հասնում։ Ծառաները գտնում են տիկնիկը ու տալիս խանին։ Սա տիկնիկը տեսնելով շատ է հիանում նրա գեղեցկությամբ ու իր ջիգիտներին հրամայում է. «Սա հասարակ տիկնիկ չէ, սրա նման մի գեղեցկուհի երևի անպայման կա իմ ժողովրդի մեջ։ Գնացեք ու գտեք նրան, ով իր նման տիկնիկ է պատրաստել, գտեք ու բերեք, թե որ չգտնեք, ես բոլորիդ կախաղան կհանեմ»։ Ջիգիտները ձի են նստում և խանությունը ծայրից ծայր ոտքի տակ են տալիս։ Գալիս են նաև Մոմունջանի մոտ, որը այդ ժամանակ դաշտում աշխատելիս է լինում։ Ցույց են տալիս գեղեցիկ տիկնիկն ու հարցնում. «Էս տիկնիկը քեզ ծանոթ է»։ Մոմունջանը ոչ մի վատ բան չկասկածելով պատասխանում է. «Հա, դա իմ կինն է»։ Այդ որ լսում են, ջիգիտները սլանում են դեպի Մոմունջանի յուրտը, բռնում են գեղեցկուհի Օլոն Չաչին, նստեցնում են ձյուն ու տանում խանի մոտ։ Երեկոյան, երբ Մոմունջանը տուն է գալիս, կնոջը յուրտում չի գտնում։ Նա շատ է տխրում, երբ մտածում է, թե խանի ջիգիտները նրան տարած կլինեն։ Նա գլխին մի չալմա է փաթաթում, մեջքին մի խուրջին գցում, մի փայտ է ձեռքն առնում ու աղքատի կերպարանք մտած գնում խանի պալատը։ Իսկ կինը այդ ժամանակ պալատում մենակ նստած սիրելի ամուսնու կարոտից արցունք էր թափում։ Խանը ինչքան էլ չարչարվում էր, որ գեղեցկուհուն ուրախացնի, դա նրան չէր հաջողվում։ Գեղեցկուհին նույնիսկ չէր ժպտում։ Մեկ էլ նա տեսնում է բակ մտած աղքատին և անմիջապես նրան ճանաչում է։ Դա նրա ամուսինն էր։ «Տեր իմ», ասում է Օլոն Չաչը, «հապա մի այդ աղքատին նայիր, ինչ տարօրինակն է»։ Եվ նա ժպտում է այն էլ առաջին անգամ։ «Ոչ մի տարօրինակ բան էլ չկա», պատասխանում է խանը, «բայց լավ է, որ դու գոնե ժպտացիր»։ Եթե դուք նրա նման հագնված լինեիք, ես ավելի շատ կժպտայի։ Տեր իմ, հագեք նրա ցնցոտիները ու աղքատ դարձեք։ Գոնե կյանքում մի անգամ ոչ թե քաղցրություն, այլ դառնություն ճաշակեք։ Խանը շատ է ուզում ուրախացնել գեղեցկուհուն, կանչում է աղքատին ու հրամայում, որ հանի իր հագուստը։ Մոմունջանը հանում է իր խղճուկ շորերը և տալիս խանին։ «Վերցրեք, տեր իմ»։ Խանը հագնում է ցնցոտիները, կանգնում Օլոն Չաչի դիմաց ու ասում. «Գեղեցկուհի, ես քեզ դուր եմ գալիս»։ «Օ, տեր իմ, դուք ինձ շատ եք դուր գալիս», պատասխանում է Օլոն Չաչը։ «Դե հիմա էլ այլ գնա ու մարդկանց ողորմություն խնդրիր, թե որ շները վրատ հարձակվեն, պաշտպանվիր փայտով ու փախիր»։ Այս ասելով Օլոն Չաչը ուրախ ծիծաղում է։ Խանը այլ է գնում և սկսում ողորմություն խնդրել։ Շները հարձակվում են նրա վրա։ Այդ ժամանակ Օլոն Չաչը կանչում է ջիգիտներին։ «Խանը հրամայեց», ասում է նա, «որ գնաք անմիջապես բռնեք էդ աղքատին ու առանց դեմքին նայելու նրա վիզը կտրեք»։ Ջիգիտները շտապում են կատարել խանի հրամանը։
իմանալով, թե խանն ինչ վախճան ունեցավ։ Ժողովուրդը շատ է ուրախանում, աշխարհով մեկ է լինում, եւ Օլոնչաչին իր հնարամտության համար ժողովուրդը դարձնում է այդ երկրի խանը։